եթե դուք գաք իշխանություն, պատկերացնենք, եկել եք իշխանություն, նախագծի հետ կապված, հաստատի որ դրույթները կվերանայեն, որը լավարկեք, որը կչևարկեք, եւ երկրորդ հարց, պարոն Սամաթելյանը օրերս հայտարարեց, որ 2020 թվականի կենտրոնական ուղղություններին հակված է քննարկված մասնակցել, խնդրում եմ ասեք, որ քաղաքական ուժերին եք պատկերացնում դաշնիկի կազմում, արդյոք այն շարունակելի է գլխավորել պարոն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես 2020 Նախ թրիփի հետ կապված մենք կվերացնենք բոլոր այն մտահոգությունները, որոնք այսօր մենք ունենք, եւ դա հնարավոր է իրականացնել։ Այդ մտահոգությունները մի քանի ուղղություն ունեն։ Առաջինը նախ այն է, որ մեր ինքնիշխանության սահմանափակում մենք այս ամեն ինչի մեջ տեսնում ենք, եւ սա պետք է փորձենք վերացնել բանակցությունների միջոցով։ Մենք չենք ասում, որ ճանապարհները չբացվեն, մենք չենք ասում, որ այդ հաղորդակցության միջոցները մեզ պետք չեն, պետք են իհարկե, բայց դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, մեր ինքնիշխան տարածքները մեր վերահսկողության տակ պահելու միջոցով, իսկ փոխադարձությունը նշանակում է առնվազն թրիփը պետք է շարունակություն ունենա, 43 կիլոմետրով չպետք է սահմանափակվի, գա հասնի մինչև օրինակ Երասխավան։ Մեկը թող ինձ բացատրի, եթե իրենք իսկապես ուզում են Հայաստանը դարձնել խաչմերուկ, այդ ինչի են եղած ճանապարհին զուգահեռ Թուրքիայում գիտեք, չէ, 200 քանի կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվում։ Զուգահեռ մեր ճանապարհին իրենց տարածքով կառուցվում է ճանապարհ։ Իսկ իրենք ուղղակի Հայաստանն ուզում են շրջանցել։ Ուղղակի Հայաստանը ռազմաքաղաքական ռազմավարական այս գծից, որի վրա գտնվում է Հայաստանը, Սյունիքի նշանակությունը հետ է, ուզում են դնել ռազմավարական, ռազմաքաղաքական պարկի մեջ։ Այսինքն մենք մեզնից ոչինչ չներկայացնենք։ Իրենց պետք է որ հայկական գործոնը չեզոքացվի։ Մենք սա չպետք է թույլ տանք։ Որևէ ձևով թրիփ կլինի, թե այլ կլինի։ Եթե խոսում ենք որպես սուբյեկտ, որը ունի իրավունքները, եւ այդ իրավունքները նաեւ ունի, մանավանդ իր տարածքն է, չէ՞, տալիս։ Գոնե դրա դիմաց կարա պահանջի բավականին լուրջ հարցերի լուծում։ Սա է խնդիրը եւ մենք սա պետք է կարողանանք իրականացնել։ Թրիփն էլ ինչից առաջացավ։ Երբ որ այս իշխանությունները հրաժարվեցին Լաչինի Միջանցքի հետ կապված հարցերից, Արցախի հետ կապված հարցերից, եւ այս հարցերը իրանց ապաշնորհության հետևանքով բերեցին անընդհատ զիջումների վիճակի մեջ։ Այո, ոչ, ասեցի ուղղությունները մոտարապես ինչ են։ Բայց չպետք է ամերիկյան կողմը չհամաձայնվի, երբ որ մենք օրինական լեգիտիմ պահանջներ ենք դնելու, մենք չենք ավել բան ուզում, քան դրա իրավունքն ունենք։ Բայց այսօր մերոնք ավել բան ուժելու մասին չէ, իրենք կորցնում են ամեն ինչ, տալիս են, զիջում են ամեն ինչ, որպեսզի ստանան բարեհաճությունը, սիրաշահեն բոլորին եւ իրենք էլ սիրաշահեն այս իշխանություններին, որտեղ իրանց խնդիրն էլ եմ ասում, Հայաստանի շահը չի, իրանց խնդիրը իշխանության պահելու խնդիրն է։ Որ հարցը, հա։ Տեսեք, մենք շատ հստակ այս վերջի գերագույն ժողովը եկել են եզրակացության եւ սա մենք պետք է մեր ժողովրդին փոխանցենք։ Կա մի քանի հստակ արձանագրում, որը կարծում եմ կարեւոր է որ մեր հասարակությունն իմանա։ Նախ հստակ է որ որևէ մեկը, այդ թվում նաեւ դաշնակցությունը, միայնակ չի կարող հաջողել իշխանապողություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետքա դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետքա վերածվի իշխանապողության գործընթացի, այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարի շեմը, որտեվ եթե չհաղթահարած շեմը, այդ նշանակում է փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օկտին մասնակցություն։ Կամ այս իշխանությունների պահպանման օկտին, վերարտադրման օկտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ շեմը, անհրաժեշտ պայմանը բավարարում է, անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Այսինքն առընթատ այստեղ կաշկանդված ընդդիմությունը լինելու, անգամ կանոնակարգով իրան տրված հնարավորությունները թույլ չեն տալու օգտագործել, դու ունենալու ես այն ներկայությունը, որը չի ազդելու երկրի ընդհանուր գործընթացի վրա։ Սա դառը փորձից ենք մենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլև ընդդիմության ընդհանուր հաջողության մասին պետք է մտածենք։ Եվ ես կարծում եմ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների ոչ թե դաշինք, այլ ճակատ ձևավորվի, ամեն մեկը
մի քանի խոշորներ կասեմ, այդ մի քանի խոշորները, որոնք շեմը հաղթահարելու են, բայց միևնույն ժամանակ իրանք պետք է քարոզությունը տանեն այնպես, որ եթե ինձ կոնկրետ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին եւ ժողովրդին մղել, որ գնա ընտրության եւ ընտրություն կատարի ընդդիմության մեջ։ Սա է հարցը, որտեղ մեր հիմնական խնդիրը եւ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեր չի ուզում, թող գնանքի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Սա է խնդիրը եւ կարծում եմ այսօր 3-4 այդպիսի ուժեր երևում են։